Միացյալ Նահանգներում ձերբակալվել են եղբայրներ Նորայր և Վազրիկ Մադադիները, ովքեր մեղադրվում են ավելի քան $2 միլիոն COVID-19 վարկերի հափշտակման մեջ, ինչ է հայտարարել դատախազությունը։ Խոշոր ավտովթար Կալիֆորնիայում կան զոհեր և վիրավորներ, ինչու է բեռնատարն անցել հանդիպակաց գոտի։ Կալիֆորնիայի կանեպի ֆերմաներում ներգաղթի մասշտաբային ռեյդերի հետևանքով ձերբակալվել է 200 մարդ։ Ֆերմայի աշխատակիցներից մեկը մահացել է, հայտնաբերել են նաև աշխատող անչափահասներ, բոլոր մանրամասները րոպեներ անց։ Լոս Անջելեսի քաղաքապետը ստորագրել է հրահանգ ներգաղթյալ համայնքներին պաշտպանելու համար, ինչու է բասն այն անվանել պարադոքս։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը և առաջին տիկին Մելանիա Թրամփը այցելել են ջրհեղեղից տուժած Թեքսաս։ Իշխանություններն ասում են, որ ԱՂՏ կարող է դասվել 1001-ի ամենախոշորների շարքին։ Այս և մի շարք այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ Ողջույն սիրելի հետևորդներ, եթերում ԱՄՆ գլխավոր լուրերն են։ Եթե դեռևս չեք բաժանորդագրվել ալիքին, ապա հիմա ճիշտ ժամանակն է։ Շնորհակալություն բոլորիդ, որ ոչ միայն դիտում եք, այլև ակտիվորեն արձագանքում ու աջակցում եք մեզ ձեր մեկնաբանություններով։ Բայց այսօր ուզում եմ շատ կարևոր հայտարարություն անել։ Մեր լուրերը դիտում են մեր մայրերը, քույրերը, երեխաները։ Հենց այս պատճառով անընդունել ենք համարում ցանկացած հայհոյանք կամ ատելության խոսք մեկնաբանություններում։ Այսուհետև նման հաղորդագրությունները ոչ միայն կջնջվեն, այլև դրանց հեղինակները կարգելափակվեն։ Հուսով եմ, որ այս իմ հորդորը կընդունեք եղբայրաբար և որդիաբար։ Եվ անցնենք լուրերին։ Միացյալ Նահանգների դատախազությունը հայտնել է, որ նախկին Wells Fargo բանկի աշխատակիցը և նրա եղբայրը ձերբակալվել են 8 կետից բաղկացած դաշնային մեղադրական եզրակացության հիման վրա, ըստ որի նրանք կազմակերպել են սխեմա կեղծ ձևով ստանալու ավելի քան $2.7 միլիոն պետական միջոցներից COVID-19-ի օգնության ծրագրերից և դաշնային երաշխավորված փոքր բիզնեսի վարկերից։ Այդ թվում նրանք վարկային հայտերում օգտագործել են զարգացման խնդիրներ ունեցող անձանց գողացված ինքնություններ, ովքեր ապրում են երկարաժամկետ խնամքի հաստատություններում։ Նորայր Մադադին 40 տարեկան բանկից և Վազրիկ Մադադին 44 տարեկան Գլենդելից ձերբակալվել էին չորեքշաբթի առավոտյան։ Լոս Անջելեսի դաշնային դատարանում կայացած նախնական լսմանը նրանք մեղքը չեն ընդունել։ Դաշնային դատավորը Նորայր Մադադիին ազատ է արձակել $25,000 գրավով, Վազրիկ Մադադիին 50,000։ Դատական գործընթացը նախատեսված է սեպտեմբերի 2-ին։ Ծանուցում մեղադրական եզրակացությունը պարունակում է միայն մեղադրանքներ։ Յուրաքանչյուր մեղադրյալ մինչև դատարանում նրանց մեղավորությունը հաստատվելը համարվում է անմեղ։ Մամուլի հաղորդագրությունում նշվում է նաև, որ հետաքննություն իրականացնում է Դաշնային հետաքննությունների բյուրոն։ Կալիֆորնիայում մահացու վթար է տեղի ունեցել մի քանի մեքենաների մասնակցությամբ։ Տեսախցիկով արձանագրված կադրերում երևում է սարսափելի ավտովթարը։ 3 Ռիվերսայդի շրջանում բեռնատարի վարորդը, որը շարժվում էր միջպետական 10 մայրուղու արևմտյան ուղղությամբ, Կաթեդրալ Սիթիի մոտ կորցրել է կառավարումը։ Կադրերում երևում է, թե ինչպես է կցորդով բեռնատարը դուրս գալիս կենտրոնական արգելապատնեշի վրա, ապա քանդում է պաշտպանիչ արգելապատնեշը և կողքի վրա սահելով հայտնվում է հանդիպակաց երթևեկության գոտի, որտեղ մի քանի մեքենաներ բարձր արագությամբ բախվում են նրան։ 2 տղամարդ է մահացել, մեկը բեռնատարի վարորդն է, մյուսը Toyota Camry-ի ուղևորը։ Նախնական տվյալներով եղել են նաև վիրավորներ, որոնց վիճակը տարբեր է։ Նրանք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Դաշնային ներգաղթի ծառայությունները հայտնել են, որ Կալիֆորնիայում գտնվող 2 մարիհուանայի ֆերմաներում իրականացված խոշոր գործողության ընթացքում մոտ 200 մարդ է ձերբակալվել ապօրինի ներգաղթելու կասկածանքով։ Ներգաղթի և մաքսային հսկողության աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել Կարպինտերիայում և Կամարիլոյում։ Ֆերմաներից մեկում ցույցեր և իրավապահների հետ լարված բախումներ են եղել։ Բախումների ընթացքում 4 Ամերիկայի քաղաքացի է ձերբակալվել ոստիկանությանը դիմադրելու և հարձակվելու մեղադրանքով։ Մեկ աշխատող ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Միութենական կազմակերպությունները երեկոյան հայտնել են, որ ծանր վնասվածքներ ստացած աշխատողը մահացել է։ Ցավով հաստատում ենք, որ ֆերմայի աշխատողը մահացել է նրա ստացած վնասվածքների հետևանքով, որոնք առաջացել են ներգաղթային վերահսկողության գործողության ընթացքում, նշվում է Միացյալ Ֆերմերների միության X հարթակի հայտարարության մեջ։ Իրավապահները արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել բազմությունը ցրելու նպատակով։ Վենտուրայի շրջանի հրշեջ ծառայությունը հաստատել է, որ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց շնչառական խնդիրներով։ ՀԴԲ-ն առաջարկում է $50,000 պարգևավճար տեղեկությունների դիմաց, որոնք կհանգեցնեն այն տղամարդու ձերբակալմանն ու դատապարտմանը, որը նրանց կարծիքով հրազեն է կիրառել դաշնային ծառայողների նկատմամբ։ Վենտուրա շրջանում 3։
Այսօր օրինական խուզարկության ընթացքում մի տղամարդ կարծես կրակել է իրավապահների ուղղությամբ Լագունա Ռոդում, Վուդ եւ Լաս Պոսաս փողոցների միջև ժամը 14:26-ին, նշված է ՀԴԲ-ի Լոս Անջելեսի գրասենյակի հրապարակած հաղորդագրության մեջ X հարթակում։ Միաժամանակ հրապարակվել է կասկածյալի լուսանկարը։ Միակ կադրերը որսացել է Sky 5-ի ուղղաթիռի տեսախցիկը, որը դեպքի վրայով նկարահանում էր իրականացնում։ Դատախազ Բիլի Սայլին կիսվել է գրառմամբ իր X հարթակում ու նշել. ՀԴԲ-ն հայտարարել է $50,000 պարգևավճարի մասին, տեղեկատվություն տրամադրելու համար այն անհայտ անձի վերաբերյալ, որը ըստ մեր տվյալների ատրճանակ է օգտագործել դաշնային իրավապահների ուղղությամբ Կամարիլոյի մերձակայքում, գրել է Սայլին։ Նրա հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է կասկածյալը կրակում, ձեռքում պահելով հավանաբար ատրճանակ։ Կրակոցներից տուժածների մասին տեղեկություններ չեն եղել։ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը եւ դաշնային պաշտոնյաները կրկին ուշադրության կենտրոնում են փոխադարձ մեղադրանքներով։ Վերջիններս սոցիալական մեդիայում անդրադարձել են Հարավային Կալիֆորնիայի երկու կանեպի ֆերմաներում իրականացված ռեյդերին։ Թրամփն ինձ ասում է Newscom, հայերենով մոտավորապես թարգմանությունը կլինի կեղտոտ կամ աղտոտված Newsom, բայց իրական աղտոտվածը ինքն է, գրել է Newsome-ը X հարթակում գցելով KTLA-ի տեսանյութը, որտեղ ցուցարարները Կամարիլոյում արցունքաբեր գազից փախչում են։ Ռեյդերի ընթացքում նաև անչափահասներ են ձերբակալվել։ Ի պատասխան Newsome-ի ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը X-ում գրել է. Իսկ ինչու են երեխաներ աշխատում մարիհուանայի արտադրամասում Գևի։ Մաքսային եւ սահմանային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ռոդնի Սքոթը հայտնել է, որ օբյեկտում հայտնաբերվել է 10 ապօրինի ներգաղթած անչափահաս եւ ներկայում այն քննվում է որպես մանկական աշխատանքային իրավունքների խախտման կասկած։ Սքոթը X հարթակում լուսանկար է հրապարակել նշելով. Սրանք են անչափահասները, որոնց գտել ենք մարիհուանայի ֆերմայում։ Գրեթե բոլորը առանց ուղեկցության են։ Մեկն ընդամենը 14 տարեկան է։ Կալիֆորնիա պատրաստ եք մեզ հետ համագործակցել մանկական շահագործումը կանգնեցնելու համար։ Կանեպի արտադրող ընկերությունը հաստատել է, որ իրենց աշխատողները ձերբակալվել են եւ իրենք աջակցություն են տրամադրում իրավական հարցերում, սակայն նաեւ ընկերությունը հերքել է անչափահասներին աշխատանքի վերցնելու մեղադրանքը։ Glasshouse-ը երբեք միտումնավոր չի խախտել ընդունման սահմանված գործընթացները եւ երբեք անչափահասներին չի աշխատեցրել, նշել է ընկերությունը X հարթակում։ Նախորդ շաբաթ նախագահ Թրամփը ասել էր, որ կլինեն բացառություններ, որպեսզի ֆերմերները կարողանան երաշխավորել իրենց աշխատողների համար։ Մենք չենք ուզում այնպես անել, որ բոլոր աշխատողներին հանենք ֆերմաներից։ Մենք ուզում ենք, որ ֆերմաները շարունակեն հաջողել, ինչպես հիմա են անում։ Այս շաբաթ գյուղատնտեսության նախարարն ասել է, որ ֆերմայի որևէ աշխատողի համար ներողամտություն չի լինելու։ Որևէ պարագայում ոչ մի ներողամտություն։ Վերջինս ելույթում ասել է, որ զանգվածային արտաքսումները շարունակվում են, սակայն արդեն ավելի նպատակային եւ ռազմավարական ձևով, քանի որ աշխատանքային ուժը գնում է ավտոմատացման եւ 100%-ով ամերիկյան աշխատուժի անցնելու ուղղությամբ։ Սահմանային հարցերով հանձնակատար Թոմ Հոմանը նշել է, որ կառավարությունը դեռևս քննարկում է ֆերմայի աշխատողների հարցը։ Կարող եմ ասել, որ շատ թեմաներ են քննարկում։ Գյուղատնտեսության նախարարությունը, աշխատանքի նախարարությունը, ներքին անվտանգության նախարարությունը քննարկում են իրականում տարբերակներ, ոչինչ դեռևս վերջնական որոշված չէ։ Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասը ստորագրել են նոր գործադիր հրահանգ, որը նպատակ ունի ուժեղացնել քաղաքում ներգաղթյալ համայնքների պաշտպանությունը, ի պատասխան նրա բնութագրմամբ ապօրինի եւ քաոսային դաշնային ներգաղթի ռեյդերի, որոնք իրականացվում են ամբողջ շրջանում։ Մամուլի ասուլիսի ընթացքում Բասը հրահանգը համարել է անհրաժեշտ օգնելու Լոս Անջելեսին հասկանալ, թե ինչպես պաշտպանվել սեփական դաշնային կառավարությունից, վկայակոչելով վերջին 6 շաբաթների ընթացքում քաղաքում իրականացված ներգաղթի մի շարք գործողություններ, այդ թվում Մաքարթր պարկում եւ Վենտուրայի շրջանում տեղի ունեցած միջադեպերը։ Մենք տեսանք Մաքարթր պարկը այս շաբաթվա սկզբին, ինչը կարծում եմ այժմ բոլոր գնահատումներից հետո դիտարկվում է պարզապես ուժի ցուցադրում, պարզապես քաղաքին իր տեղը ցույց տալու համար ասելու մենք դաշնային կառավարությունն ենք եւ կարող ենք զորքեր տեղակայել, երբ ցանկանանք։ Նոր հրամանակ գործադիր հրահանգ թիվ 12-ը պահանջում է, որ բոլոր քաղաքային վարչությունները երկու շաբաթվա ընթացքում ներկայացնեն պատրաստության պլաններ, որոնք կներառեն տվյալ վարչության հատուկ արձագանքման ընթացակարգեր եւ վերապատրաստման ծրագրեր։ Այս պլանները պետք է ներկայացնեն, թե ինչպես պետք է քաղաքային աշխատողները եւ ենթակապալառուները գործեն, եթե դաշնային ներգաղթի գործակալները նրանց դիմեն քաղաքային տարածքում, միաժամանակ պահպանելով դաշնային եւ տեղական օրենսդրությունը։
Բասն ասել է, որ նպատակն է ապահովել, որ քաղաքային աշխատողները եւ բնակիչները, հատկապես ներգաղթյալները, իմանան իրենց իրավունքները եւ կարողանան անվախ օգտվել քաղաքային ծառայություններից։ Նա շեշտել է, որ բոլոր վարչությունները պետք է ներգաղթային հարցերով կապի պատասխանատու նշանակեն եւ դաշնային ցանկացած գործողության մասին անմիջապես հաղորդեն քաղաքապետի աշխատակազմին։ Թրամփի վարչակազմը սահմանափակելու է երկրում ապօրինի կարգավիճակ ունեցող ներգաղթյալների երեխաների ընդունելությունը հիթ-սթարթ ծրագրին, որը դաշնային ֆինանսավորմամբ նախադպրոցական ծրագիր է։ Այս մասին հայտարարել է առողջապահության եւ սոցիալական հարցերի ծառայությունների նախարարությունը։ Քայլը լայնածավալ ջանքերի մի մաս է ընդամենը դաշնային արտոնություններից ապօրինի ներգաղթյալների հասանելիությունը սահմանափակելու համար։ Նրանք զրկված են դաշնային հանրային օգնությունից, ինչպիսիք են սննդի տոմսերը, ուսանողական վարկերը եւ բարձրագույն կրթության ֆինանսական օգնությունը։ Առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը նշել է, որ փոփոխությունները նպատակ ունեն պաշտպանել ամերիկացի քաղաքացիների շահերը։ Շատ երկար ժամանակ կառավարությունը քրտնաջան աշխատող ամերիկացիների հարկերը օգտագործել է ապօրինի ներգաղթը խթանելու համար։ Այսօրվա քայլը փոխում է դա, վերադարձնում է դաշնային սոցիալական ծրագրերի ազնվությունը, ապահովում օրենքի գերակայությունը եւ պաշտպանում կարևոր ռեսուրսները մեր ժողովրդի համար։ Այսպես է ասել Ռոբերտ Քենեդի կրտսերը։ Փոփոխությունները մի քանի գերատեսչությունների համատեղ հայտարարության ընդամենը մի մասն է։ Կրթության, գյուղատնտեսության եւ աշխատանքի նախարարությունները նույնպես հայտարարել են նմանատիպ փոփոխությունների մասին։ Օրինակ, կրթության նախարարությունը հայտարարել է, որ ապօրինի կարգավիճակ ունեցող ուսանողները այլևս չեն կարող մասնակցել հետկրթական, մասնագիտական եւ տեխնիկական կամ մեծահասակների կրթական ծրագրերին։ Նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանիա Թրամփը այցելել են Թեքսաս, ջրհեղեղից տուժած շրջաններ, որտեղ պաշտոնյաների խոսքով ջրի մակարդակը երբեք այդքան չէր բարձրացել։ Աղետը բնութագրվել է որպես հազարամյակի իրադարձություն հսկայական ավերածություններով եւ մարդկային կորուստներով։ Տեղի իշխանությունների եւ փրկարարների տվյալներով ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 200-ի, որոնց թվում որքան էլ որ դա ցավալի է, շատ երեխաներ կան։ Սենատոր Թեդ Քրոզը անգամ նշել է, որ կան ընտանիքներ, որ ամբողջությամբ մահացած են ճանաչված, իսկ հարյուրավոր կամավոր աշխատողներ էլ հիմա դեռևս աշխատում են տուժածներին օգնելու համար։ Նախագահ Թրամփն իր խոսքում ասել է, որ նահանգը ստացել է դաշնային աջակցություն եւ ֆինանսավորում րոպեների ընթացքում, իսկ փրկարարական աշխատանքները գնահատել է որպես օրինակելի։ Նա ընդգծել է, որ նման արագ արձագանքն արտացոլում է իր վարչակազմի ամերիկան առաջինը քաղաքականությունը։ Թեքսասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է, որ նահանգը կհաղթահարի աղետը եւ նորից կվերակառուցվի ավելի ամուր։ Նա խոստացել է առաջիկա օրերին սկսել հատուկ օրենսդրական նիստեր քննարկելու նախազգուշացման նոր համակարգերի ներդրումը, որպեսզի նման ողբերգություններ այլևս չկրկնվեն։ Նախագահը եւ առաջին տիկինը նաեւ հանդիպել են տուժած ընտանիքներին եւ փրկարարներին, հավաստիացնելով, որ դաշնային կառավարությունը մնում է նրանց կողքին մինչեւ լիարժեք վերականգնումը։ ԱՄՆ պետդեպարտամենտը սկսել է ծանուցումներ ուղարկել այն աշխատակիցներին, որոնք ներգրաված են կրճատումների ցանկում։ Պետդեպարտամենտի խոսնակ Թամի Բրյուսը դեռևս 3 լրագրողներին ասել էր, որ երբ ինչ-որ բան չափազանց մեծ է դառնում, չափազանց բյուրոկրատացված է եւ անկարող է իրականացնել ծրագրեր կամ քայլեր, ապա այն պետք է փոխվի։ Արդեն այսօր աշխատանքից ազատման ծանուցումներ են ստացել 1107 քաղաքացիական ծառայողներ եւ 246 դիվանագիտական ծառայողներ, որոնց մեծ մասը աշխատում է Միացյալ Նահանգներում։ Ծանուցումները ստացել են առավոտյան 10-ից հետո, որոնցում նշվում էր, որ նրանց հաստիքները կրճատվում են եւ նույն օր, այսինքն արդեն այսօր, ժամը 17-ից նրանք կկորցնեն մուտք իրավունքը կենտրոնական գրասենյակ եւ էլեկտրոնային համակարգեր։ Դիվանագիտական ծառայողները անմիջապես անցնում են 120 օրվա վարչական արձակուրդի, որից հետո պաշտոնապես կազատվեն աշխատանքից քաղաքացիական ծառայողների մեծ մասի դեպքում ազատման ժամկետը 60 օր է։ Շաբաթվա սկզբին ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել էր Թրամփի վարչակազմին վերսկսել պետական աշխատատեղերի զանգվածային կրճատումները եւ գերատեսչությունների խոշոր վերակազմավորումները, ինչը կարող է տասնյակ հազարավոր կրճատումների հանգեցնել։ Սա չեղարկել էր մայիսին ԱՄՆ շրջանային դատավորի կողմից սահմանված կասեցումը։ Փետրվարին Թրամփը հանձնարարել էր պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ամբողջությամբ վերակազմակերպել արտաքին ծառայությունը, որպեսզի արտաքին քաղաքականություն ըստ նրա հավատարիմ կերպով իրականացվի։ Նախագահը բազմիցս է հայտարարել նաև, որ մտադիր է մաքրել խորքային պետությունը, աշխատանքից ազատելով այն բյուրոկրատներին, ում համարում է ոչ հավատարիմ։ Նախորդ շաբաթ ավելի քան 130 թոշակառու դիվանագետներ եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ բացնամակ էին հրապարակել, քննադատելով վերակազմավորման գործընթացը։ Քննադատության հիմնական
թիրախներից մեկը եղել է հարյուրավոր փորձառու դիվանագետների աշխատանքից ազատումը, ովքեր լավագույնն են իրենց փորձով, տարածաշրջանային գիտելիքներով եւ լեզվային հմտություններով։ Արտաքին առևտրի պատերազմը կրկին սրվելուց մինչև Nvidia-ի հերթական ռեկորդը։ Եկեք ամփոփենք շաբաթը թվերով։ 50%, սա այն սակագինն է, որը Դոնալդ Թրամփը սահմանեց Բրազիլիայի նկատմամբ, ընդայնելով իր գլոբալ առևտրային պատերազմը, այս քայլը կապել է նաև նախկին բրազիլացի առաջնորդ Ժայիր Բոլսոնարոյի նկատմամբ պետական հեղաշրջման ծրագրի մեղադրանքով հարուցված քրեական գործի հետ, դա անվանելով վհուկների որս։ Բրազիլիան սպառնացել է պատասխան քայլերով, եթե սակագները ուժի մեջ մտնեն օգոստոսի 1-ին, ինչպես նախատեսված է։ 35% այն սակագինն է, որը շաբաթվա վերջում սահմանվել է Կանադայից ներկրվող ապրանքների համար։ Թրամփը նախազգուշացրել է Կանադայի վարչապետ Մարկ Քերնիին, որ տուրքերը կարող են էլ ավելի բարձրանալ, եթե հակադարձեն։ Պղինձը առանձնացվել է որպես ապրանք, որի վրա եւս սահմանվել է 50% սակագին։ Նախագահը նշել է, որ սա կօգնի Միացյալ Նահանգներում այդ մետաղի արտադրությունը վերակառուցելուն։ 2630 կեց ռեկորդային բարձր փակման ցուցիչն է Նասդակի ֆոնդային ինդեքսի համար։ Ավելի լայն S&P 500 ինդեքսն էլ նոր բարձր մակարդակ էր գրանցել, չնայած առևտրային ցնցումներին։ 4 տրիլիոն դոլար, սա Nvidia-ի հասած շուկայական արժեքի նոր ռեկորդն էր նույն օրը։ Այս ձեռքբերումը օգնել է ընդհանուր ֆոնդային ցուցիչների աճին, ամրապնդելով ընկերության կարգավիճակը որպես աշխարհի ամենամեծ արժեք ունեցող ընկերություն, անցնելով Microsoft-ի։ Ընկերության աճը պայմանավորված է ներդրողների այն կանխատեսումներով, որ Nvidia-ն կլինի արհեստական բանականության ոլորտի գլխավոր շահառուն։ Հավասարապես գրեթե 8% անկում է գրանցել Թեսլայի բաժնետոմսերի արժեքը շաբաթվա սկզբին, այն բանից հետո, երբ գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին։ Ներդրողներին անհանգստացնում են նաև Թրամփ-Մասկ սրված հարաբերությունները։ Մենք շարունակում ենք ուշադրության կենտրոնում պահել ռուս-ուկրաինական պատերազմը ու ԱՄՆ ներգրավվածությունը եւ շաբաթվա զարգացումներում Ուկրաինայի համար կարևոր առաջարկ է եղել։ Միացյալ Նահանգները զենք է վաճառում ՆԱՏՕ-ի իր եվրոպական դաշնակիցներին, որպեսզի նրանք փոխանցեն դրանք Ուկրաինային, որն այս օրերին պայքարում է Ռուսաստանի անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռային հարձակումների նոր ալիքի դեմ։ Այդ մասին հայտարարել են նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա գլխավոր դիվանագետը։ Մենք զենք ենք ուղարկում ՆԱՏՕ-ին եւ ՆԱՏՕ-ն ամբողջությամբ վճարում է դրանց համար, այսինքն զենքը տրամադրվում է ՆԱՏՕ-ին եւ հետո ՆԱՏՕ-ն դրանք տալիս է Ուկրաինային։ ՆԱՏՕ-ն է վճարում դրանց համար, ասել է Թրամփը NBC News-ին տրված հարցազրույցում։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում արտադրված այն զինատեսակների մի մասը, որոնք Ուկրաինան ցանկանում է ստանալ, արդեն իսկ տեղակայված են Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցների մոտ։ Դրանք հնարավոր է արագ տեղափոխել Ուկրաինա, իսկ եվրոպական երկրները կարող են նոր պատվերներ անել Միացյալ Նահանգներից։ Շատ ավելի արագ է, օրինակ Գերմանիայից Ուկրաինա ինչ-որ բան հասցնելը, քան Միացյալ Նահանգների գործարանից պատվիրելը եւ տեղափոխելը, ասել է Ռուբիոն լրագրողների Մալազիայի Կուալա Լումպուր կատարած այցի ժամանակ։ Ուկրաինային հրատապ անհրաժեշտ են ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ռուսական հրթիռների եւ անօդաչուների խոցելու համար։ Կարճ ժամանակով որոշ առաքումներ դադարեցնելուց հետո Թրամփը հայտարարել է, որ շարունակում է պաշտպանական զենք տրամադրել Ուկրաինային։ ԱՄՆ պաշտոնյաներն այս շաբաթ հայտնել են, որ որոշ զենքեր արդեն ճանապարհին են։ Գերմանիան, Իսպանիան եւ այլ երկրներ ունեն Patriot համակարգեր եւ լրացուցիչ պատվերներ են ձևակերպել։ Ռուբիոն ասել է, որ Միացյալ Նահանգները խրախուսում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին այդ համակարգերը տրամադրել Ուկրաինային եւ նորերը գնելը իրենց զինպահեստները համալրելու համար։ Բանկի տվյալներով հունիսը ամենամահաբեր ամիսն է եղել վերջին 3 տարիների ընթացքում։ Ուկրաինան նաև խնդրում է հակաօդային անօդաչու սարքեր ռուսական արտադրության շահեդները խոցելու համար։ Կիևի ռազմական վարչակազմը հայտարարել է, որ ստեղծում է համալիր համակարգ, անվանված մաքուր երկինք, որն ուղղված է անօդաչուների որսմանը։ Մենք լուծումը գտել ենք, հիմա պետք է ֆինանսավորումը գտնենք ու մենք կկանգնեցնենք դրանք, ասել էր Զելենսկին։ Նկատմամբ աջակցության հարցերում։ Մենք երկու հզոր երկրներ ենք, միշտ լինելու են հարցեր, որոնց շուրջ անհամաձայնություններ ենք ունենալու, ասել է Ռուբիոն։ Նա հանդիպումը գնահատել է կառուցողական եւ դրական։ Ռուբիոն նաև նշել է, որ նախագահ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցինպինի հնարավոր հանդիպման մեծ հավանականություն կա։ Չինաստանի արտգործնախարարը հանդիպումը անվանել է դրական, պրագմատիկ եւ կառուցողական, ընդգծելով, որ կողմերը պատրաստ են ակտիվացնել երկխոսությունը եւ փոխվստահությունը։ Իսկ այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։